Շատ սիրելիներ, ահավասիկ, այսօր դարձյալ ձեր հետ ենք անցած շաբաթ սորվեցանք Եկբեսոսի եկեղեցիին նամակը պատկան Տեր Հիսուս Քրիստոսին եւ այսօր պիտի շարունակենք ուսամաս մեկ շաբթվան ընթացքին մտածեցիր, աշխատեցար, գարտացիր ավելի, որովհետեւ պետք է որ գարտանք, ասի ամեն անգամ պետք է հիշեմ, որ ամեն անգամ ինչ որ գլսենք անգամ եւս գարտանք եւ ամեն անգամ ասենք Եփեսացիս 1:17 որ Աստծո խոսքը գսե դեր դուր ինձի իմաստություն եւ հայտնություն քու գիտութենետ որովհետեւ եթե ինքը դերը չի դա նորեն պիտի գարտանք բամը պիտի չի հասկանանք բայց որ սկիզբը խնդրենք իր հայտնությունը ինք մեզի պիտի դա ամեն բարեկացես Պիտեր չեմ գնար առանց Պիտերին բարևելու սկսիլ Հայոց Կարին, ուրախ եմ որ այստեղ եւ իսկապես ես ուզեմ շարունակել քաչարել ամուր որ գլսեմ, որ երանելիություններ խոստացված են այս գիրքին, որ մենք նշեցինք մի քանի անգամ առաջինը, որ գտնված է հայտնության գիրքի առաջին գլխի 3-րդ համարի մեջ, եւ իմ փապակս է, իմ աղոթքս է, որ այդ երանելիությունները արդեն սկսան վայելել ընկերները, լսողները, եւ պիտի ուզեինք լսել, գարձեմ ապակային մեր լսողներեն, որ ինչ երանելիություններ գվայրեն, իրենց փորձառությունները այդպես շարունակենք, քաչալերենք եւ գադարենք ինչ որ գլսենք այս պատկամներուն մեջ Ես գնամ ասել, որ արդեն ինքս երանելի կսկամ, որ ասենք թե ուսուսմունքները կհետևիմ, հետդ կաշխատիմ, կսորվիմ, Պիտերը բավական կաշխատի իմ անցիս վրան ժամանակ կուտա գնամ ասել, որ սկանչելի ուսուցիչ մնալ է, ինքնալ եւ շատ խոնար Աստծո ծառան է եւ բոլոր անոնք, որոնք կուզեն իրեն ավելի մոդեն ճանչնալ եւ ավելի մանրամասնության երթալ ասկիրքին, անշուշտ գնան իրեն հետ գաբիլ, մենք մոտադենեմ պետք է այլևս email ունենանք, չէ՞ Պիտեր, այո որ ժողովուրդը եւ դերեկացնենք բոլորին այո, որ եթե հարցում ունի կամ գուզեք հետը գաբվիլ, հանկիստ գրնակ հանկիստ սկալ եւ հարցնել։ Հիմա մենք անցնենք պատկամ Զմիրնիային։ Նայենք Հիսուս ինչ կսե։ Եվ Զմիրնիայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին կրե։ Այսպես գսե առաջինը ու վերջինը, որ մեռավ ու գենթանացավ։ Գիտեմ քո գործերդ, ունեղությունդ եւ աղքատությունդ, բայց հարուստ ես։ Ու անոնց հայոյությունը, որ գսեն թե իրենք հրյա են, բայց չեն, հաբա սատանայի ժողովուրդ։ Բնավ մի վախնար այն բաներեն, որոնք պիտի գրես։ Ահա փանսարգուն ձեզ մեկ քանիները բանդը պիտի ցկե, որբեսի փորձվիկ եւ 10 օր նեղություն պիտի ունենաք։ Միջև մահ հավատարիմ եղեք ու ցեզի գենաց պսակը պիտի տամ։ Անոր ագանջ ունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն, անոր կհաղթե երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Անոր կհաղթե երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Բոլոր սդոբդ պերանատ բաց ասե ես պիտի հաղթեմ եւ երկրորդ մահեն պիտի չվնասվի։ Ամեն։ Պիտեր խնդրեմ որ մեզի բացատրես Զմիրնայի եկեղեցին մասին եւ հետաքրական է որ Տեր Հիսուս Քրիստոսը գսե այսպես գսե առաջինը եւ վերջինը եւ ամեն մեկ եկեղեցիին իր անձը կներկայացնի խոսքովը այո ուրեմն մի հատ նորեն նայենք այս նկարին եւ տեսնանք որ ուր հասանք ուրեմն առաջին գլուխը պատմող Եթե կարենաս մեզի դիսպլեյ անել նկարը այո ուրեմն հիմա display որտեղ երկու նկար կտեսնամ այո okay ուրեմն display գնենք նկարը ճիշտ սովով այսօր հիմա ավելի լավ է display setting չէ դակամին երկու նկար կտեսնանք փոխեցի հիմա եղավ մեծավ նկարը բայց դակամին հաջորդ սլայդը կտեսնանք անորամար display setting-ին մեջը այո display setting-ի մեջը գարձեմ ինչ որ պետք է լա swap Okay, խնդիր չէ հիմա փոխվեցավ նույնն է Okay բզդիկցավ Okay it's okay ժամանակ չի դանք արսանք նորեն նկատ նորեն փորձենք ասիգանային որ եթե share-ենք քիչ մտածեցի օլա Okay ասելենք
Այո, շատ լավ, Հիմա եղավ։ շատ լավ։ Okay. Ուրեմն մենք այստեղ ինչ որ գուզեմ որ մեկ հատ սիր որ իր մասին փամը Հիսուս ամեն եկեղեցիներուն փամը գսե եւ գկրկնե։ Ուրեմն ասիկա գուզեմ որ շեշտենք այս մեկ հատ աղույս մեռած եմ այստեղ գուզեմ անոր անդրադառնալ։ Այս ամեն պատկամները Հիսուս իր մասին ինքնություն եւ ինքնահայտնաբերում մգնե։ Առաջին քուլուխեն որ գնշվի եւ գկրկնվի երկրորդ քուլուխեն երրորդ քուլուխը ամեն մեկ եկեղեցի պատկանում։ Եվ այդ բոլորը որ ինքը մեջբերում մգնե իր մասին, այդ եկեղեցին հետ կապված պատկամին հետ կապն ունի։ Նաեւ ամեն եկեղեցին եւ մասս կերևա այստեղ եւ որ այսպես բանանեմ։ Այո, Okay. այո, Ամեն եկեղեցի խոստում մգուտա։ 7 եկեղեցիներուն այդ խոստումները որ պատկամի վերջը գսե ամորական չունի թողսե Սուրբ Օքին ինչ գսե եկեղեցիներուն ամիջավես վերջը խոստում մգուտա Թիվադիրայի եկեղեցին անտին իր հերթականությունը կփոխվի եւ պատճառ մկանոր հոնհասնիկներս բայց ինչ որ խոստում գուտա 21 եւ 22-րդ գլուխներում մեջը կգադարվի այդ խոստումները որուն նոր Երուսաղեմն է ուրեմն այստեղը սկիզբը եկեղեցին իր ոչ կատարելագործված վիճակի մեջն է Հիսուս պատկամներ վիրդա որ ուղղե իր հարսը իր եկեղեցին եւ որ ուղղվի նոր Երուսաղեմը որ իր եկեղեցին է նորեն իր հարսն է իր կատարելագործված վիճակով կսկսի վայելել այդ խոստումները ոչ միայն աբակայի համար այլ ներգայի համար եւ ասիկա պիտի կրկնվի եւ բայց ընթացքը որ այս եկեղեցիները պիտի սրբակոծվին Հիսուս Քրիստոս թադաստանով պիտի կա եւ պիտի երևա որ կազանը որ թշնամին է եկեղեցին հանդեպ գտվի թե ինքը գահախտեգոր բայց սուրբերը գահախտեն իրականության մեջ որով դերը ինչ բարիփան որ մեր մեջ սկսավ իր եկեղեցին պիտի գադարե եւ գսե դժողքի թրները իմ եկեղեցից թեմ պիտի չկրնան կանխարդել ասիկա քաչալերական խոսում է որ ինչ բարիփան որ սկսավ քու մեջ իմ մեջ եկեղեցի անդամներու մեջ ինքը պիտի գադարե մենք գմնա որ մենք ապաշխարենք խոնարհվենք մեր եսին ներդիկ եւ թույլ տանք որ այս պատկամները հիմա որ պիտի լսենք մեր վրա կորձողություն ունի դերը okay so հիմա անցնենք ուրեմն հաջորդ եկեղեցին Սմիրնայի եկեղեցին պատկամը ընթերցեցիր նորեն կգտնվի այս 7 մասնիկները կամ բաժինները եկեղեցին եւ շատ արագ ուզեմ անդրադառնալ որ ամեն մեկ եկեղեցին անունը կտրվի քաղաքին վերջը Քրիստոսի մասին իր ներկայացումը գլա առաջին քուլուխեն իր մասին self disclosure երրորդ կովասանքնը վիդիալա ինչու որ լավ կգադարեն ինչ բաներ որ լավ կգադարեն եւ քնաթադությունը վիդիալա որտեղ կցախողին եւ 5-րդ այսինքն 4-րդը քնաթադությունն է 5-րդը ուղումը պիտի ասե ինչ պետք է անեն որ ուղվին այդ իրենց վիճակեն եւ 6-րդ արդյունքները հետևանքները եթե լսեն ինչ հետևանքներ բիլական չի լսեն եւ 7-րդը վիդիալա այն հրահանգը որ լսեն Սուրբ Օքին ինչ կսե որ այս եկեղեցին բոլոր եկեղեցիները պետք է մտիգնեն իր ժամանակաշրջանի որ առաջին թարներ եւ բոլոր սերունդներու մեջ բոլոր մարդ ամեն դեպ եւ եթե լսենք եթե գադարենք ինչ խոստումներ ինչ վարչություն պիտի դրվի որ այսօր գրնակ վայելել ինչպես անցյալ անգամ հիշեցինք գենացարեն պիտի ուտենք ուրեմն մենք սկսանք գենացարեն արդեն ուտել որով խոսքը գուտենք որ Քրիստոս գուտենք որ վճաշագենք որ իրեն որով թույլ գուտանք որ ինքը մեր հետ որով առաջին սերը սիրեցինք իրեն ինքն հիմա մեզի գուտավոր իրանց հիմա անցնենք ուրեմն Սմիրնայի եկեղեցին պատկամը ընթերցեցինք եւ այստեղ կտեսնենք որ Սմիրնան հավատարիմ եկեղեցին է ուրեմն երկու եկեղեցիներ կան այս 7 եկեղեցիներ են որ հավատարիմ են դերոջը իր գամքին համացան գաբրինգոր այդ եկեղեցիները մեկն է հավատարիմ են բայց գրագի դագեն այսինքն հալածանքի մեջ են դժվարություններ կանցնին որով իրենք կգադարեն որ ինչ որ դերը գուզե եւ Հիսուսը ասավ չէ եւ որ դուք ինձ հետևիք թյուրին կյանքը չի դիել
Շատերը կարծեն, օ Հիսուսին գերդերիկ որ հիմա տրախտի մեջ եմ, չէ։ Սա ինձի հալածեցին, ցեզի ալ դի հալածեն։ Բայց քաչ է գսա, քանի որ ես հաղթեցի, նայ, ինքը հաղթեց եւ ամեն եկեղեցիներու պիտի ասե, եթե հաղթեք, դուք ալ այս վարչությունները պիտի ստանաք, ինչ որ ինքը ստացա։ Ուրեմն, այս առաջին այս Սմիրնայի եկեղեցին, որ հայտնության երկրորդ գլխուն 8-11 համարներու մեջ գտնվի, շատ գտնվեր շատ հարուստ նավահանգիստիմը այդ տարածքի մեջ, որ այդ քաղաքը գտնվեր, եւ շատ հավատարիմ էին այս քաղաքի բաները, citizen-ները, քաղաքացիները Հռոմի։ Այդ ժամանակ Հռոմի կայսրության դակ էր այս քաղաքը, եւ բայց այս քրիստոնյաները, որ հոս գործեին եւ հավատարիմ էին Աստծո, մեծ հալածանքի մեջ էին։ Հոսել որ Պոլիկարպ անունով աշակերտը, որ Հովանեսի աշակերտն էր, մարտիրոսվեցավ։ Ստեփանոսը առաջին մարտիրոսն էր, բայց այստեղ Պոլիկարպ ինքն մարտիրոսվեցավ եւ Հովանեսի ուղիղ իր աշակերտն էր։ Եվ այսիկա գիտնանք, որով այստեղ հալածանքը շատ դիլար էր այս եկեղեցի համար։ Ուրեմն Քրիստոս իր մասին ինչ կսե այստեղ։ Գսե որ այս է այն, որ գխոսի այս խոսքերը, որ ով է, որ առաջինն է եւ վերջինն է, որ մեռավ եւ հարություն արավ, կամ ետ կյանքի եկավ։ Նայ, այս երկրորդ քուխու 8 համարը մեջ բերումը առնված է հայտնության առաջին քուլուխեն 17-ին 18 համարները։ Հոդա լսած չէ, որ ես այն եմ, որ ալֆա եւ օմեգան եմ, սկիզբը եւ վերջն, ես այն եմ, որ մեռա եւ հարություն արի։ Ինչու համար այս խոսքերը գսել, որը պիտի տեսնանք հիմա, որ այս մեծ հալածանքի մեջ եղող եկեցին պետք ունի այս լսելու, իր որ դերը դշեշտե որ այս դեսինքը որ Հովանես տեսավ, այս մասնիկը, որով այս եկեցին մահվան ենթարկված վիճակի մեջ է։ Ինչպեսի ինչ է իր բանը կոմպլիմենտը իր կոբասանքը այս եկեցին։ Ես գիտեմ ձեր դարաբանքները։ Եվ որ աղքատ եք, բայց հարուստ եք կսի։ Նայ, ասունք աղքատ էին ինչ ձևով։ Աղքատ էին նյութապես, բայց հարուստ էին հոգևորապես։ Եթե մենք հիշենք այդ Մատթեոսի ավետարանի մեջ, ավետարանի 5-րդ գլխի մեջ, Հիսուս կսե երանի անոնց, որ հոգիով աղքատ է։ Հոգիով աղքատ են։ Նայ, ասոնք աղքատ էին, բայց ֆիզիկապես աղքատ էին, բայց հոգիով հարուստ էին։ Որով դերը այդ մարդկանց, որ այդ աղքատ վիճակի մեջ կգտնեին, իրենց հարստությունը կտեսնա հավատքի մեջ։ Հավատքով հարուստ էին։ Դերոջը իրեն խոստումներում։ Եվ ուրեմն ասիկա իրենց քովասանքն էր։ Հիմա իրենց քննադատություն մնագն է։ Մի որնալ որ Բողոս Արաքյալը սա որ մենք պետք է որ լսենք Աստծո խոսքը, որ կքննադատե, կամ կքաչալերե, կհանդիմանե, կհորդորե, այս բոլորը ինչու, որ մեզի Հիսուս ոչ թե ուզե որ այս եկեղեցին այսպես քուլուխնին երթավորող շատ լավ են կամ մյուսներուն քննադատե որ հանդիմանե եւ գործանին, այլ իրենց կսիրե ասելով, անոնց որ կսիրե կհանդիմանե գսե Աստվածաշունչը։ Ուրեմն այստեղ ոչ մեկ քննադատություն չկա այս եկեղեցին։ Այս եկեղեցին քննադատություն չունի։ Ասոնք ինչ, ասենք եթե ժամանակակից եկեղեցի մնայինք այսպես եկեղեցիներում, որ կգնանք ասել կփախտadvi այսպես եկեղեցին, օրինակի համար անոնք են որ գիտես քաղաքնի եկեղեցիներ գնեն, օրինակի համար Բարսկաստանի մեջ հիմա, կամ Հյուսիսային Կորեայի մեջ, Չինաստանի մեջ, անոնք որ հալածանքի դակ են գտնան իրենց կյանքը կորսնցնեն։ Այսպեսի եկեղեցի մներ եւ այսպեսի եկեղեցիներ են այսօրվա եկեղեցիները։ Եբրայեցիս 10:34-ի մեջ կսե որ երբ որ այսպես հալածանքներու ենթարկվեք, բան եղեք, ընդունեցեք, երբ որ ցեզմե բաներ գվերցնեն, գարնեն, թույլ տվեք որ եւ ուրախ եղեք, երբ որ այս բաները լան, չսե դրտմեցեք, քանքադեցեք, եւ այս եկեղեցին այսպեսի վիճակի մեջ էր։ Այս բարակային իրենք ասենք հալածանքը հрьяաներեն է որ գարնեին, չէ՞։ Այո, հիմա պիտի տեսնանք ադիկա վերջը միայն հрьяաներեն չէր, Հռոմի կողմենա գլար, որով հрьяաները պիտի տեսնանք իրենք էին թրթողները, բայց Ռոմի կայսրության դակ էին, օրինակի համար որ Հիսուսին
բաներին խաչեցին հռոմայացիները, ով եղավ պատճառը, որ Հիսուսի խաչեն, բոլորս ալենք, մեր մեղքերն էին եւ պետք է երկան խաչը, բայց հрьяաները ինչ ասին, Հռոմը եւ որ ասա որ ես եւ որ գայսրը ասա որ ես այս մարդու մեջ մեղք չեմ տեսնալ ասա, ես ցերկերս կլվամ ասին, չէ, մենք ոչ մեկ թակավոր չունենք, բայց գայսրը ասին, խաչեցեք իրեն, այսինքն իրենք տրտեցին հռոմայական գաղութան հрьяաները, որ այս մեր թակավորը չէ, այս մեր միսիան չէ։ Հիմա մենք տեսնանք ճիշտ է, հрьяաները պատճառ եղան։ Հիմա ուրեմն գտեսնանք, որ ոչ մեկ ուրեմն քննադատություն չկա եւ ուրեմն բանը իր ուղումը չկա որ ուղեն։ Շիլակ կնեն որ ամենտան։ So ասված ասոնց Հիսուս իրենց ուղման խոսքեր չի խոսիր։ Բայց գսե որ իբրև բան հետևանք գսե որ հավատարիմ եղեք մինչև մահ երկրորդ գլխու դասահամարը ուրեմն մինչև մահ հավատարիմը լալը այսինքն մարտիրոս պիտի լինի մարտիրոսին այսինքն քանի հատ այսօր եկեղեցիներ արևմտյան երկրի մեջ որ գաբրինք հյուսիսային ամերիկա հարավային ամերիկա գմարտիրոսին քրիստոնյաներ իրենց հավատքի համար վերջերս այսօր վերջերս նոր երբ որ գախում եւ պետք է այս բաները Չարլի Քըրքը մարտիրոսվեցավ ինքը ժամանակակից մարտիրոս մնա անշուշտ դարձել բաներ ագկարոզել եւ այլն քաղաքական եւ այլն բայց իր հիմնական պատկամը հետևին էր Աստծո խոսքին եւ անոնք որ գլսեին չէին սիրել իր պատկամը չէին շատ ժամանակակից ծևով կներկայացներ այդ խոսքերը ընդհանուր բանի մշակույթին այսօր եւ այսօր գիտենք որ շատ մեր մշակույթը թեմ է Աստծո խոսքին եւ ինքը ուրեմն մեկ իրեն յանքը վերցուց so մեր կողմնա գլա որ թեգուց քիչ է այստեղ հալածանքները ավելի խոսքով գլան որ հիմա կամ ձեր գարնեն կամ մեր վրան գրնալա խնդան բայց գրնալա որ սկսի եւ հովիվին կորզն է որ բادرաստե իր հոդը որ երբ որ այսպեսի բաները լան իրենց հոդը ինչ ծավալ պիտի վերապետի շատեր կմտածեն որ այս հալածանքներում մեջ չի պիտի անցնի պիտի հապշտակվին եւ փամը չի պիտի լա չի սխալ է ալիգասիլները որով այս աշխարհի գոմ արևմտյան գոմը մենք հալածանքների չենք ենթարկվի բայց միևնույն ժամանակ ինչպես ասի Բասկաստան Հյուսիսային Կորեա Չինաստան եւ շատ ուրիշ երկրներ շատեր իրենց յանքը գործընծնեն որ իրենց հավատքի այսօր մենք պատրաստ ենք այսպեսի եթե հալածանքները շատնան այս կողմ աշխարհին մենք եւ մեր հովիվները մեզի կպատրաստենք որ հաստատ մնանք հավատարիմ մնանք այսպեսի վիճակի Հիսուսի խոսքը այն է որ հավատարիմ մնացեք ուրիշ բան չունի ասել իրենց եւ ուրեմն երբ որ մենք այստեղ գտեսնանք որ գսե եթե դուք հավատարիմ ըլլաք բարձրացությունը ինչ է երկրորդ մահեն դուք պիտի չի ընդհանրվիկ երկրորդ մահը չի պիտի վնասվիկ հայտության 20-րդ գլխու 6 համարին եւ 14 համարի մեջն եւ 21 գլխու 8 համարի մեջ ինչ է այս երկրորդ մահը այսինքն առաջին մահը գրնալը որ ծեր մարմինները գործանեն բայց ծեր հոգին չի պիտի գործանի քանի որ ես ծեր հոգիները ապահով իմ ցերկիս մեջ պահած եմ դուք պիտի չի ընդհանրվիկ թժողքին երկրորդ մահը հոգին մահն է եւ այդիկա բոլոր անոնք որ չեն ապաշխարած եւ չեն հավատարիմ չեն մնար Քրիստոսի այդ երկրորդ մահը թժող կնի Թադաստանի օրը որ պիտի կատարվի հոգին ապիտի գործանի հոգին դանչանքի մեջ պիտի լա հավերժության մեջ եւ Հիսուս ինչ ասավ որ մի վախնագանքի որ ծեր մարմինը գրնա գործանել այլ վախցի գանքի որ թե ծեր մարմինը եւ թե ծեր հոգին գրնա գործան այն որ մեր մեջն է ավելի հզոր է քան այն որ այս աշխարհի մեջն է վախով պետք չունենք ապրել Թիմոթեոսին Պողոս արաքյալ քրեց ասա որ մենք վախի հոգի չունենք եւ երկչոդության հոգի այլ սիրո հոգի եւ ողջամիտ միտք Քրիստոսի բաները եւ որ գմտածեք մենք չենք վախնար նույնիսկ մահեն նայ այդ Չարլի Քըրքը չէր վախնար ինչ քաչ ինչ համարցակ օրեն գկարոզեր
Քարոզել եւ քարոզվեցավ նույնիսկ քաղաքական մարտիկը սկսան Հիսուսի մասին խոսել նախագահային մինչեւ վարչապետը Ամերիկայի իր յանքի ինչ ծավով աստեց շրջաբադը փոխանակ շրջաբադը աստե վախով իրենց քաչ պետք է okay so հիմա քալով ինչ որ ասիր գարին այստեղ գար սատանայի ժողովը հիմա ասում ով է քիչ առաջ քիչ մսի եթե ռոմայացից քիչ կնայինք երկրորդ գլուխը 28-ը համարը 28 եւ 29 համարները մի հատ կրնաս այդ ընթերցել այդ համարները եւ հաջորդն ալ Հովանու ավետարանի 8-րդ գլուխու 44 համարը Այո, Հռոմայացիս գլուխ այո երկու 28-ն 29 համարները Ռոմայացիս 2 28-ն 29 համարները որ գսե վասնսի հրյա չէ ան որ թուրսեն է եւ թլփադություն չէ ան որ թուրսեն մարմնով է հաբա ան հրյա է որ ներսեն է եւ իսկական թլփադությունը սրդին թլփադությունն է հոգիով ու ոչ թե քրով որում կովեստը ոչ թե մարդոսմե է հաբա աստուծմե այո ուրեմն գուզեմ որ հասկանանք նաև մեկ հատ Հովանու ավետարան լավ բացատրեմ ասի վերջ եթե գնաս դարձնել Հովանու ավետարանի 8-րդ գլուխը 44 համարը միջ այդ մի քանի խոսք ասեմ ուրեմն այս սանանայի ժողովը այդ խումբերն էին որ ճշմարիտ հավատքը կմերժեին եւ գաղադացիս քիրքը գխոսի անոնց մասին չէ Բողոս Արաքյալ գսե գաղադացիներ ով հիմար գաղադացիներ ինչ շուտ դուք վերադարձակ ձեր նախկին միտքերում ինչ եղավ հութայիզմի հետևողները եկան ասին որ այո լավ գնեք Հիսուսի կհավատաք բայց հիմա օրենքը պետք է օրենքին ձեսերը բաները թափադրությունը այս ձեսերը պետք է սկսի կատարել որ ճշմարիտ քրիստոնյաները Բողոս Արաքյալը ասա որ նզովյալը լան այդպեսի անցել որ Հիսուսի վրա ուրիշ բան մկարեցին այս Հիսուսի մեր հավատքը ինչի վրա հիմնված ոչ թե մեր կորձերում վրա մեր ձեսերում վրա մեր ավանդություններում վրա մեր հավատքը գետրոնացած է ինչ որ Եփեսացիս 2-րդ գլուխի 8 համարի մեջ կսե որ մենք շնորհքով փրկված ենք եւ Քրիստոսի միջոցով հավատալով Քրիստոսի եւ ոչ թե մեր կորձերով այս հրյաները գուզեին որ իրենց ձեսերը շարունակեն բահեն եւ գազին որ իրենք հրյա են բայց իրենք այդ ձեսերը ընելով եւ ասելով որ Հիսուսի ալգա հավատան գմտնային եկեղեցիներու մեջ եւ այն ժամանակ առաջին քրիստոնյաները շատերը հրյա էին եթե մենք գիտենք եւ կհասկանանք որ բոլոր Հիսուսի առաջին աշակերտները ամեն հրյա էին եւ ատկիվերջը հրյաներուն սկսան քարոզել եւ ատկիվերջը հեթանոսներուն Բողոս Արաքյալ դարավ այս պատկանները բայց այդ հրյաները յուրահատուկ իրավունքներ ունեին ռոմայական գայսրի կողմեն որ իրենց պաշտպանություն ունեն եւ համար ուզեին որ այս քրիստոնյաները իդ իրենց դարձնեն որ հիմա այս կրոնքը շարունակենք հիմա որ Հիսուսին հավատանք հիմա ամեն ծեսերն ակալարեցին Բողոս Արաքյալը ասա որ այս չէ ճշմարիտ հրյան այն է որ սրդով թլփատված է ապաշխարած է իր հոգի մեջ ոչ թե թրսի կորձերը թրսի ավանդությունները ձեսերը եւ ասիկա սուտ հրյաներ են գամբամինայ Հիսուս անգամ ինչ է սա հրյաներու մասին Հովանու 8-րդ գլուխը 44 համարը եթե ընթերցես մեզ համար կարին այո 8:44 դուք ծեր հորմեն սադանայեն եք ու ծեր հորը փախցանքը գուզեք ընել անիկա սկիզբեն մարտասպաներ եւ ճշմարտության մեջ չգեցավ վասնզի անոր ներսիտին ճշմարտություն չկա Okay ուրեմն այստեղ գտեսնանք որ այդ հրյաներուն փարիսեցիներուն եւ այդ հրյաներուն որ իրեն գայբանեին որ ինչը սա դուք սատանային որդիներ եք այսինքն հրյաներուն գսեոր որ անունով հրյա են ձեսերը գնեին փարիսեցիները մասնավորապես անոր կակատնագետն էին չէ ամեն բան իբր թե կկատարեին բայց չէին ուներ ոչա գրնային որով մեկը չկար որ գորենքը գտնա կատարյալ բայ ոչ այնադեն ոչ այսօր եթե այդպես լար ուրեմն մենք Քրիստոսի բետ չէին ունենալ իբրև մեր փրկիչը Քրիստոս մեզի կփրկե որ այդ օրենքին անեցկեն նաև մեղքեն սատանայեն դժոխքեն մահեն բայց այդ անեցքը
որով մեկը չի գա որ գրնա օրենքը կատարել աբես կատարել, մարդիկ կսեն որ ես կփորձեմ որ օրենքը կատարել, փորձելով չես փրկվի սիրելիս։ Փորձ մեր փրկությունը միայն հավատքով Քրիստոսի մեջ Ամեն, եւ շնորհքով եւ ոչ թե մեր կորձերով, որ մեկը ամեն, բարձենա իր կորձերով։ Եվ ուրեմն գուզեմ որ տեսնանք որ այս սուտ հрьяաներու մասին Գաղադացիս 3-րդ գլուխը 7 համարն ասելիք ունի եւ Ֆիլիպեցիս 3-րդ գլուխը 3 համարը։ Եթե մի հատ կրնանք Ագուզես Գաղադացիս Պանամ, 3, այո, խնդրեմ։ Արաչինը, Գաղադացիս 3, 7-ը, okay, Կավադասիս, այո, որ մեկ համարը, 7 համարը։ որ գսե, ուրեմն գիտեք, թե անոնք, որ հավատքեն են, անոնք են Աբրահամին որդիները։ Այո, անոնք որ հավատքեն, որով շատեր կան այսօր դեսնանք որ չէ, հիմա խնդիրներ դլավոր ով է հрьяան։ Հрьяան է այս քաղաքական հрьяան, որ Իսրայելի մեջ է, ասոնք ասված իրենց կփրկե որ յետ կթալան որ թե հрьяան ան է որ հոգիով, հավատքով, թարցի եկած է, սիրտը թրփատված է։ Թե հрьяան եւ թե հեթանոս, այսինքն ոյ մեկ ուրիշ ազգեն մարդիկ մեկ ծև կա ավետարանը առաջ հрьяին է եւ երկրորդ հույնին կամ հեթանոսին կամ անավադին ինչն է զորությունն է փրկվելու նույն ավետարանն է թե այսօրվա քաղաքական կամ անունով հрьяաները պետք է նույն ավետարանը լսեն եւ ապաշխարեն եւ նաեւ հեթանոսները so եւ եթե նայես Ֆիլիպեցիս 3:3 Բայց նախքան անիկա գսե որ հա եթե Աբրահամի որդիներ ենք, անոնք որոնք հավատքեն են, անոնք Աբրահամի որդիներ են։ Ուրեմն ես եմ թվում որ հավատքով ենք Աբրահամի որդի գսեբինք, չէ՞։ այո ուրեմն ճշմարիտ հрьяան թուն եւ ես եւ կամ ովևէ մեկ ազգի հետ կապ չունի այլևս աստված աչառություն չներ ասիկա հрьяինալ գփրկե որ անունով հрьяայ կամ ծնած է հрья ազգի մեջ եւ նաեւ գփրկե հային ազերին թուրքին ճապոնցին կորեացին ովևէ մեկին եւ ճշմարիտ բանը հավատացյալանի որ սիրտով գոդրված խոնարհված հանձնված խաչին եւ ասելով որ դեր մեղա ինձի ողորմե ինձի մեղավորիս եւ ընդունելով Քրիստոսի արյունը եւ թավանելով իր լեզվով որ Հիսուս մերավ եւ հարություն արավ ընդունելով որ Հիսուս ոչ միայն փրկիչն է իր դերն է Եվ որ մեկ Փիլիմոն Փիլիպեցիսը սիրիցի այո հաջորդը։ Ֆիլիպեցիս 3:3 Okay, Փիլիպեցիս Փիլիպեցիս no Փիլիմոն պատեներոչուն Philippians այո Philippians 3:3 Okay, որ գսե, որովհետև թլփատությունը մենք ենք, որ գբաշտենք Աստված հոգիով եւ գբարձենանք Քրիստոս Հիսուսով ու վստահություն չունենք մարմինի վրա։ ահա so մարմինի վրա չէ վստահ ով է ճշմարիտ հрьяան ուրեմն մենք ենք կսել մենք որ իրեն վստահեցանք հավատքով ձեսերը բահողները չեն այսօր ագա այդպես չէ գրնանք այսօր ասել մարդիկ կան որ ձեսերը գբահեն ավանդությունները գբահեն գսեն որ քրիստոնյա են բայց չեն այսինքն ժամանակագից ծևով եթե նայիսն է անում են որ գթավանեն որ ուխտի զավակներն են այսինքն ես Աբրահամի որդի եմ այդ ես եմ հավատքի մեջ եմ բայց սատանայի զավակ կրնամ որով ես ավանդություններ ձեսեր գերեմ բայց իրոք սերտով չեմ ապաշխարած Հավատք չունին։ այո հավատ չունին Հիսուսի մեջ միայն Հիսուսի մեջ իր հրած գործին որ ինքը վերջացուց եւ կատարեց խաչին վրա Շատ լավ։ Եվ նորեն գսե անոր ագան չունի թող լսե թե հոգին ինչ գսե եկեղեցիներուն։ այո ուրեմն կշարունակենք այնտեղ անորական չունի թող լսե ինչ կսե հոգին եկեղեցիներուն ասիկա նորեն ամեն եկեղեցիներուն գսե բայց մեկ այս եկեղեցին գսե խոսքերը բայց բոլոր եկեղեցիները պետք է լսեն ես եւ թուն այս սերունդի մեջ պետք է լսենք իրենք այդ ժամանակվա դեղական եկեղեցիները ինչ որ կար պետք էր ընթերցվել եւ իրենք լսեին եւ այս երբ որ լսենք ինչ է կորցնական բաները որ պետք է ունենք որ թեպի սրբության երթան։ Մենք չենք ունենալ մենք ասել որ
իմ ինքնությունս Քրիստոսի մեջ է եւ կամ բանեմ հոգեվոր եմ ես բայց ասիկա մեր ազգային բանը չէ որ ես քրիստոնյա ծնված եմ հասկացար ես քրիստոնյա ավանդություններու գեհդեմ Գերմանք այսօր մենք այդպես ասել, չէ, իբրև ազգ, գերմանք ասել, մենք մեր ազգին համար գերմանք ասել, որ մենք քրիստոնյա ենք, մենք մեր ազգով, մեր ավանդությունները, մեր ձեսը ասել, բայց եթե ես իրոք անհատաբեր չեմ հավատացած, ես այդ հրյաներուն կնմանիմ, որ անունով գսեին, որ իրենք հրյա են, բայց չէին եւ իրենք եղան պատճառ հալածելու մյուս քրիստոնյաներու, որ իրոք թփատված բան էին, սրտով թփատված են So ավանտաբաշտ երբեմն քրիստոնյաներ գրնան հալածել անոնց որ իրոք վերստին ծնված հոգիով գկադարեն դերոջը կամք հավատան Հիսուսի Ամեն Գիտես ինչպես որ դերոջը կամքն է որ ամեն մարդ ճշմարտությունը գիտնա մենք ալ եթե այս բարակային որպես հայ պիտի ասենք հայ պիտի հայ ժողովրդին համար պիտի խոսենք որ ինչ կարևոր է մեր քույրերը եւ եղբայրները տարբեր եկեղեցիներու հարմարություններու հավատքի մեջ ալան եւ ճշմարտության մեջ ալան որ օրը չնեն ինչ որ եղավ ասենք Զմիրնիայի եկեղեցին մեջ Ադորամար շատ կարևոր է Գիտես անոր հավատքով չէ օրենքով է միշտ կդատապարտե անձը որ հավատքի շնորհքի մեջ է բայց եթե ճունի ադիկա միշտ հարցակումի դակ բիդելա բայց ան որ հավատքով է եւ աստծո շնորհքին դակն է եւ գհնազանդի գհամբեր է անը որ պիտի առնե հաղթության բսակը եթե ես կդամ հարցնել այո Ուրեմն եթե մեկը դարաբի գոր կամ գահալածվի գոր կամ գմարդիրոսվի գոր ասիկա նշանն է որ դկարե այդ անձը գիտես այսօր մեկը ասել օ զորությունը չկա ուր է այդ զորությունը որ պիտի հրճակենք պիտի հաղթանակ տանենք այս թևին վրա այդ բանի վրա եւ ամեն բան պիտի եթե մեկը մարտիրոսվի գմերնի գոր ադիկա ինչ ցույց կտա որ դկարե այդ անձը հոգեվորապես ոչ եւ ուրեմն ինչ ես պետք է պատրաստ լինեմ որ եւ ինչ cost ինչ պիտի վճարես քինը ինչ պիտի վճարեմ ինչ քին պիտի վճարեմ ես որ հավատարիմ եմ դերոջ ինչ ինձ պիտի արժի ադի գտնալա կյանքս չէ so պատրաստ եմ ես եւ այդ կորցնական քայլերը մենք պետք է այս համարները ուզեմ տալ եւ մարդիկ թող ով որ գնացել քաչալը կամ նայի որ ինչ կորտնական ծևով գրնանք այս սրբության կյանքը ապրիլ մեկը երկրորդ Թիմոթեոս գիրքին 3:12 համարն է Գուզես կարդամ Պիտեր երեք համար գուզեմ տալ որ ինչպես գրնանք պատրաստելի դարաբանքի ինչպես պատրաստել Առաջին Տիմոթեոս այո No երկրորդ Թիմոթեոս 3:12 համար Երորդ գլուխ 12-րդ համարը գսե եւ բոլոր անոնք որ կուզեն բարեպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով պիտի հալածվին Ահա բոլոր Եթե չենք հալածվի որ հարց տամ ինչու Արդյոք Քրիստոսով իր կամքը կգադարի Երկրորդը նայենք ուրեմն ասիկա պետք է պատրաստվին ասում պիտի սկսի ես կհավատամ այս արդեն սկսած է հիմա կտեսնանք որ արդյունքները Այո, հալածվիլը անպայման անցիկ է, թե ոչ հոգևոր պատերազմ է։ Հոգևոր երկու քնան, որով անցի միջոցով գուկա, հիմա ինչ որ Չարլի Քրկին եղավ, հոգևոր պատերազմ է։ Չէ՞։ Բայց իրեն ֆիզիկապես հաստեց սա դի։ Այո։ Գերնալը միայն հիմա ինչեւ հիմա խոսքով գնային, չէ՞, բայց կտեսնամ որ խոսքը չաստ է, որ հիմա վերցուցած են զենքեր, վերցուցած են միջոցներ, որ մարդկանց նույնիսկ սպանեն, որով իրենց ուզած ազատամտության այդ պատկամները չի կատարվի, որ կամ մեկը հանդիմանե որ կամ կանգնի որ անոր արջև, հիմա սկսան սատանան կսկսի կործածել մարդկանց մարմինի վրա հարձակվել։ Okay? Ուրեմն եւ նաեւ մենք ինչպես կրնանք քաչալերել սրբության մեկ մասն է, ասիկա ինչպես կորցնական բաներ որ կրնան ունեն։ Եթե այս եկեցին նման գուզենք մենք գալ հավատարիմ ըլալ մեկ հատ Եբրայեցիս գիրքը եթե գրնաս բանա 13 գլխուն երրորդ համարը Hebrews 13:3
գսե որ այնտեղ միտքս ընդուն մի հատ կարդա բերքի որ մենք քաչալերենք անոնք որ այսպեսի հալածանքի մեջ են օրինակ համար մենք կորսնականորեն իբրև անհատ եւ իբրև եկեղեցի ես կօգնեմ որ այն քրիստոնյաները որ Բարսկաստանի մեջ են Չինաստանի մեջ են Թուրքիայի մեջ են Հյուսիսային Կորեայի Ֆիլիպինի մեջ մեջ են, Հնդկաստանի մեջ են։ Ինդոնեզիայի մեջ են, տարբեր տեղեր, որ հալածանք կա, գսպաններին, որ գմերնի, ես դեղյակ եմ ինչ կթարնա, որ պատրաստ եմ աչակցելու կամ յութաբես կամ աղոտկով։ Ասիկա իմ բարդականությունս է քրիստոնյա եւ հովիվներն պետք է քաչալերեն սորվեցնեն հոդին, որ այս տեսակ այս ծավալը մենք կաջինք Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակին։ Նայեք կարդանք այդ Եփրայցիս 13:3 Հիշեցեք բանդարգյալները, որպես թե դուք ալ կապված եք անոնց հետ եւ չարչարվողները, որպես թե դուք ալ մարմինի մեջ եք։ Հիշես մի քանի տարի առաջ կորեացի հովիվը Այո, հյուսիսային Կորեա մենք պետք է դերյակը լանգացոնց անունով աղոթենք եթե պետք է միջոց ունենք նյութաբես ուղարկենք կամ օգնենք օժանդակենք այդ թադավորները կամ բաները փաստաբանները որ անոնց ազատեն եւ այլն այս ծևերը կորսնական ծևերն են որ մենք կրնանք այսպեսի եկեղեցի նմանին եւ մասնավորապես ուզեմ հավիդենական դեսիլքով մոտենանք ասոր նայ Ռոմայացիս 8:18 գսեմ մի մորնալ որ այս եկեղեցին Հիսուս ինչ խոստացավ ասա որ քանի որ դուք այսպես կնեք որ ցեզի համար հավիդենական յանքի բսագը կա նույնը հիշված է Հակոբոս կիփի 1:12-ի մեջ եւ երկրորդ քուխու Տիմոթեոսի 4-րդ քուխու 8-րդ համարի մեջ բայց ինչպես կրնանք մենք այսպեսի մշակույթ մստեղծել կամ եկեղեցի մտնոլորտը եւ դեսանգյունը որ ասիկա քաչալերենք մեր եկեղեցիներու մեջ նայ Ռոմայացիս 8:18-ը ինչ կսա Ռոմայացիս 8 18 Romans 8:18 Romans 8:18 18 որ գսե արդարև եւ այնպես կսեբեմ թե այս ներկա ժամանակին ճաշարանքները արժանի չեն պարտադելու կալիք վարքին հետ որ պիտի հայտնվի մեր մեջ մեր հույսն է անիկա ամեն ամեն բայց Պիտեր ջան այսինքն այո եկեղեցին շատ կարևոր է բայց անհատը ինքն ալ երբ որ իր ցերկը ամբողջ օր սոցիալ մեդիային վրա է եւ լուրերը գտեսնա այսինքն չի գնա scroll down անել անդարբերը լալ եւ ասենք եկեղեցի մի մեջ բայթումը քրիստոնյաներու հալածումը արդե որպես ֆիլմի էպիզոդի մեկ նկարներ գիտես անհատը ինքը ամեն բանալ համացայն եմ եկեղեցի բայց անհատը ինքն ալ իրեն բաժինը պետք է անե եւ անդարբեր չի գտնվի այո օրինակ համար օրինակ մտամ այսօր երբ որ գիշես բաներու մեջ բայթում եղավ եկեղեցիները բայթեցուցին բանի մեջ Սրի Լանկայի մեջ եթե գիշես այդ ժամանակ այստեղ ես կոմպիմը կպատկանեի բիզնեսմեններու խումբեր եւ իրենք հավաքեցին հազարներով դոլար եւ ուղարկեցին այդ եկեղեցին եւ միջոցը կդանали գա օղակներ հնդրդեցին, թրամը հավաքեցին, խնդրեցին եկեղեցիներին, որ թրամը հավաքը լա, եւ վերջնա խլգեցին այդ թրամը եւ այդ եկեղեցիներուն հասան։ Այսինքն, ասիկա թե հովիվը պիտի քաչալերը կամ առաջնորդը եկեղեցիներուն կամ անհատը պիտի նե եւ կամ գրնա անհատը իր հովիվին երթալսի ինչ կրնա մնա։ Ինչ է որ գրնա։ Աղոտ կգնեմ որ իրենց հետ ներծուգեմ ես ալ մեջ են գանցին որ բայց կուզեմ նաեւ օժանդակեմ, օգնեմ, նյութաբես այսպեսի մարդիկ, որ ասանք վիճակներու մեջ կասնին որ ասիկա եթե եկեղեցին չունի միջոց ընելու այս եկեղեցին եթե ուզեն նմանել այս եկեղեցին նման պիտի ստեղծե այդպեսի խումբը կամ sub ինչ կսեմ թիմը որ աստեսակ բաներով ալ սպառում այո ամեն ամեն շատ շիլարի շատ լավ երկու երեք համարնոց գլուխ մներ Զմիրնիայի եկեղեցին, բայց արդեն ահագին բան մեզի ասիր շատ բաներ գար մեջը եթե ավելցնելիք բան մչունի սոս գրնանք գենալ այո եւ ուրեմն մի հատ բան այն եթե գուզես աղոթենք այո
Եվ ավարտենք այս Եվ եկեղեցի։ աղոթենք, որ մեր անդարբերութենեն դուրս ելենք, չբավարարվենք, ամեն մեկս ինձ ծառայություն գնենք, բայց դերը դա մեզի at մեր սրդին վրա տնե անդարբերութենեն, անձնասիրութենեն դուրս ելել։ Չենք գսել, որ չենք ըներ, բայց ինչ որ ավելին գրնանք ընել, ընենք, որքան որ գրնանք։ Ամեն, ամեն։ Սիրելի երկնավոր Հայր, որքան երախտաբարդենք, որ նորեն մեզի այսօր խոսեցար։ Թունք ու եկեղեցիդ քո հարսը շատ կսիրես եւ մեզի ասած ես, որ քու թադասնանը քու դունետ կսկսի։ Թունք ուզես մեզի սրբակորձել, մաքրել, որ պատրաստը լանգ այդ հինգ կույսերու նման քեզ թիմավորելու։ Մաքրե մեզ դեր քո խոսքի ճուրով, մաքրե մեզ քո արյունով։ Ինչպես այս Սմիրնայի եկեղեցին խոսեցար դեր, որ եւ քաչալերեցիր։ Այսօր ամեն անոնք, որ դարբեր եկեղեցին մեջ թեկուց փոքր լան, թեկուց աղքատ եկեղեցի մլա, հոգիով հարուստ են, որով հավատարիմ են քեզի, մարտիրոսվելու չափ, իրենք պատրաստ են քինը վճարելու եւ գահալածվին։ Դեր այսպեսի մեր եղբայր քույրերուն լա, այս մեր եկեղեցիներու մեջ հյուսիսային Ամերիկա կամ լա այլ օդար եկեղեցիներու մեջ դեր աղոթքի մեջ ներծուկ կմնանք, գաղոթենք անոնք, որ փանդի մեջ են, գաղոթենք անոնք, որ փանդարգյալ են Քրիստոսի վկայության համար, գաղոթենք, որ դեր իրենց հետ լաս քաչալերես չվախնան, գիտնան, որ թունսիր այն, որ մեր մեջն ավելի հզոր է, քան այն, որ աշխարհի մեջ է, Ամեն։ ոչ մեկ բան մեզի քուսերդ չի գրնար բաժնել, նույնիսկ մահը, թժողքը, սովը, քաղցը, սուրը, ոչ մեկ բան այդ սիրո վրա հիմնված գուզենք շարունակել հարադեվել մեր հոգևոր կյանքի մեջ օգնել զորացուր ամեն քուզավակները Հիսուսի անունով կխնդրեմ Հայր Որդի եւ Սուրբ Ոգի հալելույա ամեն Ամեն, ամեն։ Եթե կուզես PowerPoint-ը հանել եւ միայն քութեմքդ տեսնանք, այո։ Մենք այսօր վերջացուցինք պատկամ ու զմյունյային, միշտ կուզենք ավելի անել 1 ժամվա մեջ կամ 45 վայրկյանվա մեջ, բայց հարցումները, նյութերը չեն արդուներ, կուզենք ավելի դալ։ Դերևս այս գլուխներում մեջ շատ ավելի մանրամասնություն կլսես, բայց ասոնք հիմնեն եւ Հիսուսին խոսքերն են չենք կրնար արագ վրայեն անցնել կխնդրեմ, շատ կխնդրեմ, որ դարաձես, բաժնեկցիս այս, ասենք թե, այս թասերը ուրիշներուն հետ, որպեսի ուրիշներն ալ լսեն եւ իրենք ալ սորվին եւ եթե ագան չունին իրենք ալ լսեն ուրեմն գտեստվի կալ շաբաթ բատկամ բերկամոնին եւ բատկամ թիբադիրին հետ եւ ինչու՞ չէ դերևս ավելի դերևս սատիգեին հետ շնորհակալ եմ Peter, Աստված օրհնե, Աստված առողջ պահե քեզի եւ ընտանիքդ եւ բոլորը սիրելիներ։ Ամեն։